օրեր առաջ տեղի ունեցավ եզդի երիտասարդ Թեմուր Խուդոյանի առաջին գրքի շնորհանդեսը։ Գիրքը նախատեսված է սկսնակների համար եւ նպատակ ունի հայերեն լեզվով պարզ ու հանրամատչելի ներկայացնել ծրագրավորման հիմունքները։ Գրքի տպագրության ամբողջ ֆինանսավորումը իրականացվել է Learning Mission հասարակական կազմակերպության կողմից։ Հեղինակը նշում է, որ գրքի ստեղծման գաղափարը ծնվել է սեփական փորձից։ Ուսման ընթացքում նա նկատել է, որ հայերեն լեզվով ծրագրավորման վերաբերյալ ուսումնական նյութերը սահմանը փակ են կամ գրեթե չկան։ Այդ բացը լրացնելու նպատակով էլ նա ձեռնամուխ է եղել գրքի ստեղծմանը։ Հեղինակը եւ միջոցառմանը ներկա ոլորտի մասնագետները վստահ են, որ այս գիրքը կարող է դառնալ լավ մեկնարկ բոլոր սկսնակների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Շնորհանդեսի ընթացքում վաճառված գրքերից գոյացած հասույթից համապատասխան քանակով գրքեր են նվիրվելու Արմավիրի մարզի Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցին, որտեղ Թեմուրը սովորել է, ինչպես ինքն է նշում, որպես փոքր, բայց շատ անկեղծ շնորհակալություն իր կրթական ճանապարհի սկզբի համար։ Գրքով ընթերցողը ապագա իմ ոչ միայն ձեռք է բերում տեխնիկական գիտելիքներ, այլ պատկերացում, թե ինչ է ենթադրում ծրագրավորումը, եւ իրենք դրա հիման վրա արդեն կհասկանան արդյոք սա այն ոլորտն է, որտեղ իրենք ուզում են առաջ գնալ, թե ոչ։ Կարծում եմ ապագա ընթերցողիս համար սա բավականին մեծ սփորդ օժանդակություն կլինի բոլոր առումներով, որովհետեւ իրենք մեծ ֆինանսներ ու ժամանակ չեն ծախսելու 2-3 ամիս գնալ, հետո հասկանալ, որ դա արդյոք իրենցն է, թե իրենցը չէ, այլ ընդհանրապես կարճ ժամանակ հատկացնելով գրքին, կարդալով մեր ուսանողների համար սա նույնպես մեծ հնարավորություն է, որտեղ ուսանողները, ովքեր լեզուներին չեն տիրապետում, կարան հայերեն որակյալ նյութեր գտնեն այստեղ, որից հետո արդեն միևնույն ժամանակ զարգացնեն իրենց այլ լեզվական հմտությունները, թեպետ ես խոստանում եմ մոտ ապագայում եւս մեկ այլ ավելի բարձր մակարդակի հմտությունների մասով, ավելի high level գիրք պատրաստել։ Մեր ոլորտն ունի լուրջ գրականության խնդիր հայերեն լեզվի հետ կապված, տեխնիկական գիտելիք, ոչ թե մաթեմ, այլ տեխնիկական, որին խնդրի լուծման էլ փորձում եմ ես ինքս իմ մասով անդրադառնալ։ Վաճառքի հասույթի համապատասխան քանակությամբ գրքեր ուղարկվել են այն դպրոցին, որտեղ 12 տարի ես սովորել եմ եւ իհարկե այնտեղ ես նախատեսում եմ հաջորդ ուսումնական տարի պարբերաբար իրականացնել սեմինարներ, կրթական սեմինարներ, որոնցով օգտակար կլինեմ հենց իմ գյուղի դպրոցի երեխեքին։ Ազգային պատկանելությունս իրոք իմ մեջ ձևավորել է իմ համառությունը։ Պայքարել ամեն ինչի համար ես սովորել եմ դեռ փոքր ժամանակվանից ու ինչքան էլ դա մի փոքր դժվար ու ծանր լինի, բայց միևնույն ժամանակ ինքը կերտում է ավելի հզոր, ավելի ամուր մարդ։ Շատ մեծ նախապարտություն եմ զգում, հուզմունք եւ այդ ամեն ինչը ասենց միախառնվում է, համախառնվում է իրար եւ կասեի հետեւյալը, որ հպարտեմ, որ տեսել եմ 3 բան Թեմուրի կողմից։ Առաջինը նրա ժպտալը պատերազմից հետո առաջին անգամ նա ինչպես միշտ ասում է ժպտացել եմ Learning Mission-ի հետ։ Նրա կայանալը որպես մասնագետ, երրորդը իհարկե այսօր այս գրքի շնորհանդեսն է, որը իրականում 5 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, որ Թեմուրը կհայտնվի այստեղ եւ մենք էլ իր կողքին, որովհետեւ Թեմուրը մի երիտասարդ է, շատ համեստ, շատ չխոսքան, երբ որ մենք իրեն հանդիպեցինք առաջին անգամ 21 թվականի հունվարին իրենց տանը եւ շատ տխուր իր կողքներ անդադ իր զոհված ընկերոջ մամիկոնի նկարը, ում նա կորցրել էր պատերազմի դաշտում։ Այս գիրքը կարելի է անվանել նաև ապրեցնող, որովհետև Թեմուրը իրականում ուղղակի ելնելով նրանից, որ չէր ուզում դա նշել, ես նշել եմ իմ խոսքի մեջ, որ նվիրել է այս գիրքը իր ընկերոջի մամիկոնին, այն բոլոր մարդիկ, որոնք այսօր ներկա էին, այսքան մարդ եւ այսքան լավ մարդ, խոսում է նրա մասին, որ Թեմուրը կայացել է եւ առաջին հերթին որպես մարդ։ Այս պահին Learning Mission-ում նա բարեգործական սկզբունքներով դասավանդում է ծրագրավորում սկսնակներին։ Նպատակը այն ժամանակ դեռևս ուրիշ էր, նպատակը այն ժամանակ էր, որ Թեմուրը կարողանա
հաղթահարի այն ամեն ինչը, ինչը որ կատարվել էր պատերազմի ժամանակ ու ունենա ասենց հստակ նպատակ ու հենց դրան էլ հասա ինքը ունեցավ հստակ նպատակ ինքը գնաց դեպի այդ նպատակը բայց հետո ինքը նույնիսկ անցավ այդ նպատակը այնպես որ այն որ այսօրը կգար ես չէի պատկերացնում հայերենով գրված գրքերի մեջից երևի թե ամենալավը իր գիրքն է հայերեն լեզվով շատ քիչ է ու իր գրած գիրքը ամենալավն է այսպիսով եթե դուք ուզում եք սովորել ծրագրավորում ապա ու Հայաստան հայերենն է ձեզ մոտ հիմնական լեզուն երևի թե ամենալավ սկիզբը կլինի Իրանը որովհետև շատ հնարավոր է որ ծրագրավորումը նույնիսկ ձերը չէ արժի երևի թե իր գրքից սկսել հասկանալ եթե ասենց ասած ձեր սրտով եղավ շատ լավ է ուրեմն Թեմուրը իր նպատակին հասավ